Artnatsir Հայաստան Աստծո հոգին քեզ հետ է բարի լույս բոլոր նրանց ովքեր ահոտում են մեզ հետ այսօր թող Աստված արատապես օրհնի ձեզ ձեր ընտանիքը Հիսուսի անունով այսօր օգոստոսի 10-ն է երկուշաբթի եւ մենք կսկսենք մեր օրը լավ Աստծուն ահոտելով հիմա միասին մենք ահոտենք եւ խնդրենք որ Աստված առաջնորդի մեզ օրհնի մեզ այս օրը ամեն եկեք ահոտենք սա հոտքի պահն է եկեք դիմենք մեր Տիրոջը Մեր Աստված եւ մեր Հայր Հիսուս Քրիստոսի անունով մենք դիմում ենք այս ահոտքով մեր Տեր նոր օրը սկսվում է եւ ամենից առաջ շնորհակալություն ենք հայտնում քեզ այն հնարավորության համար Տերին որ կարող ենք լինել քեզ հետ լինել քո ներկայության մեջ շնորհակալություն քեզ Այս օրը հանձնում ենք քո սուրբ ձեռքերի մեջ եւ խնդրում ենք որ այս օրը դու կայլես մեր արչեվից Աստված մեր առաջնորդիր մեզ դուր մեզ իմաստություն որպեսզի կարողանանք կատարել քո կամքը եւ ուժ որպեսզի ամեն ինչում կարողանանք գործել հավատով այն ամենը ինչ պետք է լուծենք այսօր հանձնում ենք քեզ եւ հավատում ենք որ քեզ հետ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի մեր Տեր խնդրում ենք պաշտպանիր մեզ մեր ընտանիքը մեր անկերներին ճարի ամեն ծրագրից մենք խնդրում ենք պաշտպանիր մեզ վտարներից պաշտպանիր մեզ աղետներից անեծքից նահանձից եւ չար մարդկանցից մեր Տեր մենք հանձնում ենք քեզ մեր կյանքը եւ հավատով հրճակում ենք որ այս օրը մեզ համար օրհնված կլինի մենք ահոտում ենք հիմա մեր երկրի համար եւ խնդրում ենք օրհնիր մեր Տեր Հայաստանը օրհնիր մեր Տեր մեր երկիրը թող մեր երկրում լինի քո օրհնությունը քո պաշտպանությունը Հիսուսի անունով թող մեր երկիրը զարգանա եւ բարգավաճի քո բարքի համար մենք օրհնում ենք մեր երկիրը օրհնում ենք Հայաստանը եւ բոլոր այն մարդկանց ովքեր ապրում են Հայաստանում թող մեր Աստված լինի փրկություն Հայաստանում Սիրելի ընկերներ ահոտեք ինձ հետ հիմա Հայր մեր որ երկնքում ես քո անունը սուրբ լինի քո թագավորությունը գա քո կամքը լինի ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր ներիր մեզ մեր պարտքերը ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաներին եւ մեզ փորձության մի տանիր հապաճարից մեզ ազատիր որովհետև քոն է թագավորությունը զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն Փառք Աստծուն ամեն ես հավատում եմ սիրելի ընկերներ մեր ահոտքը լսվեց Աստծո կողմից ամեն դուք հավատում եք Փառք Աստծուն ամեն ես Պողանցեմ ձեզ խոսք այսօրվա համար Աստվածաշունչում գրված է բայց ովքեր ընդունեցին իրեն նրանց նա Աստծո որդիներ դառնալու զորություն տվեց նրանց որ կհավատան իր անվանը Սիրելի ընկերներ,
դուք գիտեք, որ բոլորը Աստծո զավակները չեն։ Այո, եթե նախկինում դա չէիք հասկանում, պետք է հիմա հասկանաք, Աստված ստեղծել է բոլորին, բայց Աստծո զավակներն են դառնում նրանք, ովքեր հավատում են Հիսուսին և ընդունել են նրան։ Այդպես է գրված Աստվածաշնչում։ Ուրեմն, եթե դուք ընդունել եք Տեր Հիսուսին որպես ձեր Փրկիչ և հավատում եք նրան, ապա դարձել եք Աստծո զավակներ և հենց սիրելի ընկերներ, Աստված դուք կարող եք վստահ լինել, որ նա կառաջնորդի ձեզ և կօգտագործի ձեր կյանքը նրա փառքի համար։ Դուք ընդունել եք Տեր Հիսուսին որպես ձեր Փրկիչ և հավատում եք նրան, դարձրել եք Աստծո զավակները և հենց ձեր մեջ է Սուրբ Հոգին գործում, որպեսզի տեղի ունենա այն նոր ծնունդը։ Այժմ դուք վերևից եք ծնվել։ Ամեն։ Դուք Աստծուց եք ծնվել և հիմա դուք պետք է նմանվեք նրան։ Ուր էլ գնաք, դուք պետք է ներկայացնեք նրան։ Եվ ես խոսք ունեմ ձեզ համար, սիրելի ընկերներ, եթե Աստված մեր հայրն է, ինչից պետք է վախենանք։ Ոչինչից։ Ամեն։ Այսօր, եթե գնում եք աշխատանքի, քաղաք ինչ որ բան գործերով կամ որևէ հարց լուծելու, սիրելի ընկերներ, գնացեք այս հավատով։ Աստված իմ հայրն է և նա հոգ կտանի ամեն ինչի մասին։ Նա հոգ է տանում իմ կյանքի ամեն բանի մասին։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ամեն։ Սա Աստծո հոսքն է այսօր մեզ համար։ Ամեն օր մենք սկսում ենք լավ Աստծուն աղոթելով ժամը 6-ին և դուք կարող եք աղոթել մեզ հետ։ Եթե կարող եք աղոթել մեզ հետ ամեն օր, ես սպասում եմ ձեզ։ Եթե կարող եք օգտագործեք այս հնարավորությունը և ուղարկեք այս աղոթքը ձեր ընկերներին, ձեր ընտանիքը, գրեք մեկնաբանություններում ձեր անունը, որտեղից աղոթում ես հետ, որպեսզի մենք աղոթենք ձեզ համար և գրեք այս արտահայտությունը. իմ հայրը հոգ է տանում իմ մասին, ես ոչինչից չեմ վախենում, ամեն ինչ լավ կլինի։ Ամեն։ Փառք Աստծուն։ Անպայման ամեն ինչ լավ կլինի։ Սիրելի ընկերներ, մենք սպասում ենք ձեզ այսօր Աստծո տակավորություն եկեղեցում, մենք կունենանք բարգավաճում Աստծո հետ ծառայությունը և մենք սպասում ենք ձեզ։ Կաղոթենք ձեր ֆինանսների համար, որ Աստված օրհնի ձեզ։ Ես հավատում եմ, որ մենք ոչինչի կարիք չենք ունենանք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ցտեսություն։ Դու իմ հովիվ, ես ոչինչի կարիք չեմ ունենա, ողորմությունը և բարիքները կհետևեն բոլոր օրերում առաջնորդում ես հանդարտ ջրերի մոտ և խոտավետ արոտների հոգիս նորոգում ես ուժես տալիս ինձ և արդարության շավիղներով տանում թեև անցնեմ
անշուքի ձորով չեմ վախենա Տեր, ինձ հետ ես դու միշտ, քո գավազանը մխիթարում է ինձ հավիտյան։ Թշնամիներիս առաջ սեղան ես պատրաստել ինձ համար, յուղով ես ինձ օծել, բաժակս է հորդում օրհնության, կբնակվեմ ես, կբնակվեմ ես, կբնակվեմ ես, քեզ հետ հավիտյան, կբնակվեմ ես, կբնակվեմ ես, կբնակվեմ ես, քեզ հետ